Ուրեմն գործադրենք ամեն միջոց, որպեսզի մեր մեջ կրենք հոգին եւ ըստ ամենայնի պատվենք նրանց, ում իշխանություն է տրված տնօրինելու շնորհական պարգևները։ Արդարև մեծ է քահանաների պատիվը, ասված է. ում մեղքերը թողնեք, թողնված կլինեն։ Դրա համար եւ Պողոսն ասում է. լսեցեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեցեք եւ առավել սիրո արժանի համարեցեք նրանց, իսկապես դու հոգ ես անում միայն քո գործերի համար, եւ եթե դրանք բարվոք կարգավորես, ուրիշ մարդկանց փոխարեն պատասխանատու չես։ Իսկ քահանան, եթե նույնիսկ բարվոք է կարգավորել սեփական կյանքը, սակայն եթե հարկ եղած ջանադրությամբ չհոգա քո եւ բոլոր մյուսների համար, որոնք հանձնված են նրա խնամքին, ապա առատավորների հետ միասին կգնա գեհեն։ Եվ հաճախ իր գործերով լինելով անմեղ, նա կործանվում է ձեր անօրենությունների պատճառով, եթե հարկ եղած կերպով չկատարի այն ամենը, ինչ վերաբերում է նրան։ Եվ այսպես գիտենալով, թե ինչ մեծ վտանգ է սպառնում հոգևորականներին, մեծ սեր ցուցաբերեք նրանց հանդեպ։ Այդ էր նշում եւ Պողոսը, երբ ասում էր. քանզի նրանք հսկում են ձեր հոգիների համար եւ ոչ թե պարզապես, այլ ինչպես պատասխանատուներ։ Ուստի մեծ հարգանք պետք է ցուցաբերել նրանց հանդեպ։ Իսկ եթե մյուսների հետ միասին դուք եւս սկսեք վշտացնել նրանց, ապա ձեր գործերը նույնպես բարվոք չեն լինի։ Քանի դեռ ղեկապետը խնդության մեջ է, նավարկողները նույնպես ապահով են, իսկ եթե նա ուղեկիցների կողմից կրած վշտերի ու թշնամական գործողությունների պատճառով սգի մեջ է, ապա այլևս ոչ կարող է նախկինի պես աչալուրջ լինել, ոչ էլ գործադրել իր սովորական արվեստը եւ նրանց ակամա ենթարկում է անթիվ դժբախտությունների։ Այդպես էլ հոգևորականները, եթե ձեր կողմից արժանանան հարկ եղած պատվին, ի վիճակի կլինեն նաև կարգավորելու ձեր գործերը հարկ եղածի պես, իսկ եթե դուք տրտմեցնեք նրանց, ապա կթուլացնեք նրանց ձեռքերը եւ կհասցնեք նրան, որ նրանք ձեզ հետ միասին դյուրությամբ կքշվեն ալիքներից, նույնիսկ եթե խույժ քաջ լինեն։ Խորհրդացիր այն մասին, թե ինչ ասաց Քրիստոս հրյաների մասին. Մովսեսի գահին բազմեցին դպիրներն ու փարիսեցիները։ Ուրեմն այն ամենը, ինչ ձեզ կասեն պահել, արեք։ Իսկ այժմ չի կարելի ասել, թե հոգևորականները բազմել են Մովսեսի գահին, ոչ, նրանք բազմել են Քրիստոսի գահին, քանզի ընդունել են Քրիստոսի վարդապետությունը։ Դրա համար եւ Պողոսն ասում է. Քրիստոսի պատգամավորներն ենք, որպես թե Աստված է խոսում մեզնով։ Չեք տեսնում արդյոք, թե ինչպես են ամենքը ենթարկվում աշխարհական իշխանություններին։ Թեև ենթակաները հաճախ գերազանցում են ղեկավարներին թե ազնվազարմությամբ, թե կյանքով, թե իմաստությամբ, սակայն նրա հանդեպ հարգանքից, ով իրենց նշանակել է, չեն նայում այդ ամենին, այլ հարգում են արքայի որոշումը, ինչպիսին էլ որ լինի նա, ով իրենց վրա իշխանություն է ստացել։ Ահա այդպիսի վախ ենք ունենում, երբ ղեկավարին նշանակում է մարդը, իսկ երբ ձեռնադրում է Աստված, մենք թե անարգում ենք ձեռնադրյալին, թե վիրավորում ենք նրան, թե հալածում ենք անթիվ զրպարտություններով եւ այն պարագայում, երբ մեզ արգելված է դատել նույնիսկ մեր եղբայրներին, լեզուներս սրում ենք հոգևորականների դեմ։ Եվ ինչ արդարություն պիտի գտնենք, երբ մեր աչքի գերանը չենք տեսնում, իսկ ուրիշի աչքում չարամիտ եռանդով նկատում ենք շուղն անգամ։ Միթե չգիտես, որ երբ ուրիշներին այսպես դատում ես, ինքդ քեզ համար էլ խիստ ծանր դատապարտություն ես պատրաստում։ Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ հավանություն եմ տալիս ծառայությունը անվայել կերպով անցկացնող հոգևորականությանը, ոչ։ Ես հույս ցավում ու լալիս եմ նրանց համար, սակայն այդուհանդերձ հավաստում եմ, որ անգամ այդ դեպքում ենթակաները մանավանդ ամենասովորական մարդիկ իրավունք չունեն դատելու նրանց։ Թեկուզ հոգևորականի կյանքը լինի խիստ արատավոր, սակայն եթե դու զգոն ես քո անձի հանդեպ, ապա ոչ մի վնաս չես կրի այն հարցերում, ինչ հանձնարարված է նրան Աստծոց։
Եթե Տերը ստիպեց խոսել Էշին եւ Մոգի միջոցով հոգևոր օրհնություններ պարգևեց, այսինքն եթե նույնիսկ Էշի անխոս շուրթերի եւ Բաղաամի անսուրբ լեզվի միջոցով նա գործեց ապերախտ հրեաների համար, ապա առավել ևս ձեզ համար, եթե դուք երախտագետ լինեք, նա իր կողմից կանի այն ամենը, ինչ հարկավոր է, եւ կառքի Սուրբ Հոգին, թեկուզ եւ հոգևորականները լինեն քույր արատավոր։ Չէ որ մաքուր քահանան էլ իր սեփական մաքրությամբ չէ, որ իջեցնում է Սուրբ Հոգին, այլ ներգործում է շնորհը, քանի որ ասված է. ամեն ինչ ձերն է, թե Պողոսը, թե Ապողոսը, թե Կեփասը։ Այն ամենը, ինչ տրված է հոգևորականին, բացառապես Աստծո պարգևն է, եւ որքան էլ առաջադիմի մարդկային իմաստասիրությունը, այն միշտ ցածր կլինի այդ շնորհից։ Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ մենք անհոգաբար տնօրինենք մեր կյանքը, այլ որպեսզի դուք ենթակաները տեսնելով առաջնորդներից որևէ մեկի անփութությունը այդ առիթով չբազմացնեք սեփական չարիքները։ Բայց ինչ եմ խոսում հոգևորականների մասին, ոչ հրեշտակը, ոչ հրեշտակապետը չի կարող որևէ կերպ ազդել նրա վրա, ինչ տրվում է Աստծուց։ Այստեղ ամեն ինչ անում է Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, իսկ հոգևորականը միայն գործածում է իր լեզուն եւ մեկնում իր ձեռքը։ Եվ անարդարացի կլիներ, եթե ուրիշի արատավորության պատճառով տուժեին նրանք, ովքեր հավատքով են մոտենում մեր փրկության վարդապետությանը։ Ուրեմն, գիտենալով այդ ամենը, եւ երկյուղենք Աստծուց, եւ հարգենք նրա քահանաներին, ըստ ամենայնի պատվելով նրանց, որպեսզի թե մեր բարի գործերի, թե նրանց հարգելու համար մեծ պարգև ստանանք Աստծուց, շնորհով եւ մարդասիրությամբ Տեր Հիսուս Քրիստոսի, որի հետ Հորը եւ Սուրբ Հոգուն փառք, իշխանություն, պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։